Սիրելիներ ողջույն, ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ տեսանյութերը, որովհետև շատ պոզիտիվ արձագանք ստացա ու ամենակարևոր արձագանքը, եթե ասեմ անկեղծ, ապա իմ մամայի արձագանքն էր, որովհետև ինքը հայոց լեզվի Սիրելիներ ողջույն, ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ իմ տեսանյութերը նկարահանել, որովհետև շատ դրական արձագանքներ ստացա առաջին տեսահոլովակից հետո եւ ամենակարևոր արձագանքը ճիշտը, որ ասեմ, դա իմ մայրիկի արձագանքն էր, որովհետև ինքը այն մարդն է, որ քանի որ ինքը հայոց լեզվի լեզվաբան է, մասնագետ, ես հիշում եմ, որ երբ որ ես հեռուստաընկերությունում էի աշխատում, բարի լույսն էի վարում ու հենց մտնում էի տուն, ինքը ասենց թղթով կանգնած էր լինում, որպեսզի իմ սխալները ինձ ասի, որը որ կարծում եմ իմ աճի համար շատ կարևոր էր, բայց նաև մեկ-մեկ մտածում էի, որ կուզեի ավելի շատ ոնց որ աջակցություն ստանայի։ Ու այս վիդեոն տեղադրելուց հետո առաջի, քանի որ ինքը ասենց տնական վիճակ է ավելի, բնականաբար շատ գրական չեմ ուզում խոսել, հիմա ասում եմ, համ էլ գրական եմ խոսում ու ինձ թվում էր, որ ես կարժանանամ քննադատության, բայց ինքը ասաց, որ իրան շատ դուր է եկել այս վիդեոն եւ ես շատ ուրախացա, այնպես որ շարունակում եմ։ Ինչի մասին ենք այսօր խոսելու։ Իրականում ես սենց չեմ պլանավորում, ոնց որ իմ ռիլզերը, որ այսօր ես կասեմ այսօր են, ուղղակի ուզում սենց բնականից ինչ թեմա որ այդ օրը գալիս է, դրա մասին ձեր հետ խոսեմ, ու քանի որ այսօր առավոտյան իմ մոտ սենց էմոցիոնալ առավոտ ստացվեց, ուզում եմ խոսել էմոցիաներից ու կիսում եմ առհասարակ իմ էմոցիաներից նաև ինչ որ տեխնիկաներ ասեմ, թե ինչ եմ ես դրանց հետ անում, գուցե օգտակար լինի նաև ձեզ համար եւ առհասարակ որտեղից եմ առաջանում էմոցիաները։ Նախ պատմեմ իմ առավոտից, ես արթնացա, երբեմն դա իմ մոտ լինում է, որ ես արթնանամ ու արդեն ինչ-որ էմոցիա զգամ, որը որ անհասկանալի է այդ պահին ինձ համար, ուղղակի ոնց որ ասում ենք թարս ոտքից է արթնացել կամ դա սովորաբար լինում է, երբ որ ես արթնանում եմ ուշ, ես իսկապես սիրում եմ իմ օրը շատ շուտ սկսել, հուսով եմ ինչ որ օր ինձ մոտ կստացվի սկսել օրը արևից առաջ, նույնիսկ ժամը 5-ին, չգիտեմ, իսկապես շատ եմ ուզում։ Ամեն դեպքում առաջինը դա, հա, որ ես հասկանում եմ, որ ուշ եմ զարթնել, հասկանում եմ, որ օրս կորցրել եմ ու մի փոքր sense անհանգստություն է իմ մեջ առաջանում, որ ոնց անեմ, որ հասցնեմ։ Եվ նաև ինչ որ տխրություն կար ճիշտն այսօր իմ մեջ, կարծում եմ, որ երբ որ կես տարին լրանում է, որ մերոնցից հեռու եմ լինում, այս զգացումը իմ մեջ գալիս է, հա, կարոտի, ներսում տուն զգալու, հա, իսկ այդ եղել է իմ ծնողների հետ, որ ես զգացել եմ ինձ շատ ապահով, շատ սիրված, հա, ու ոնց որ ես ուզենամ գնամ այդ անհոգության նաև մեջ, որտեղ այդ ժամանակ ես երեխա եմ եղել, ու քանի որ հիմա ինչ որ արդեն ինչ որ ծանրություն կա, հա, կյանքից, այսպես ասած, ինչ որ պատասխանատվություններ եւ այլն, այդ անհոգության զգացումը տան ծնողների հետ, դուք էլ գիտեք, կապ չունի, մենք քանի տարեկան ենք, ծնողների հետ մենք միշտ ինձ կարող ենք մեզ երեխա զգալ, մի խոսքով։ Դա էր, եւ քանի որ ես շատ կապված եմ էմոցիաների հետ, ես կարողանում եմ դրանք ճանաչել, ես կարողանում եմ դրանք դուրս բերել եւ աշխատել, հա, եւ սա եկել է ինձ մոտ բնականաբար ժամանակի հետ։ Սիրելիներ ողջույն, ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ տեսանյութերը, որովհետեւ շատ պոզիտիվ արձագանք ստացա ու ամենակարևոր արձագանքը, եթե ասեմ անկեղծ, ապա իմ մամայի արձագանքն էր, որովհետեւ ինքը հայոց լեզվի Սիրելիներ ողջույն, ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ իմ տեսանյութերը նկարահանել, որովհետև շատ դրական արձագանքներ ստացա առաջին տեսահոլովակից հետո եւ ամենակարևոր արձագանքը ճիշտը, որ ասեմ, դա իմ մայրիկի արձագանքն էր, որովհետև ինքը այն մարդն է, որ քանի որ ինքը հայոց լեզվի լեզվաբան է, մասնագետ,
ես հիշում եմ, որ երբ որ ես հեռուստաընկերությունում էի աշխատում, բարի լույսն էի վարում ու հենց մտնում էի տուն, ինքս հենց թղթով կանգնած էր լինում, որպեսզի իմ սխալները ինձ ասի, որը որ կարծում եմ իմ աճի համար շատ կարևոր էր, բայց նաև մեկ-մեկ մտածում էի, որ կուզեի ավելի շատ ոնց որ աջակցություն ստանայի։ Ու այս վիդեոն տեղադրելուց հետո առաջի, քանի որ ինքս ինձ տնական վիճակը ավելի, բնականաբար շատ գրական չեմ ուզում խոսել, հիմա ասում եմ, համ էլ գրական եմ խոսում, ու ինձ թվում էր, որ ես կարժանանամ քննադատության, բայց ինքը ասաց, որ իրան շատ դուր է եկել այս վիդեոն եւ ես շատ ուրախացա, այնպես որ շարունակում եմ։ Ինչի մասն ենք այսօր խոսելու։ Իրականում ես սենց չեմ պլանավորում, ոնց որ իմ ռիլզերը, որ այսօր ես կասեմ այսօրեն, ուղղակի ուզում սենց բնականից ինչ թեմա որ այդ օրը գալիս է, դրա մասին ձեր հետ խոսեմ, ու քանի որ այսօր առավոտյան իմ մոտ սենց էմոցիոնալ առավոտ ստացվեց, ուզում եմ խոսել էմոցիաներից ու կիսում եմ առհասարակ իմ էմոցիաներից նաև ինչ որ տեխնիկաներ ասեմ, թե ինչ եմ ես դրանց հետ անում, գուցե օգտակար լինի նաև ձեզ համար եւ առհասարակ որտեղից եմ առաջանում էմոցիաները։ Նախ պատմեմ իմ առավոտից, ես արթնացա, երբեմն դա իմ մոտ լինում է, որ ես արթնանամ ու արդեն ինչ-որ էմոցիա զգամ, որը որ անհասկանալի է այդ պահին ինձ համար, ուղղակի ոնց որ ասում ենք թարս ոտքից է արթնացել կամ դա սովորաբար լինում է, երբ որ ես արթնանում եմ ուշ, ես իսկապես սիրում եմ իմ օրը շատ շուտ սկսել, հուսով եմ ինչ-որ օր ինձ մոտ կստացվի սկսել օրը արևից առաջ, նույնիսկ ժամը 5-ին, չգիտեմ, իսկապես շատ եմ ուզում։ Ամեն դեպքում առաջինը դա, հա, որ ես հասկանում եմ, որ ուշ եմ զարթնել, հասկանում եմ, որ օրս կորցրել եմ ու մի փոքր sense անհանգստություն է իմ մեջ առաջանում, որ ոնց անեմ, որ հասցնեմ։ Եվ նաև ինչ որ տխրություն կար շիշնած այսօր իմ մեջ, կարծում եմ, որ երբ որ կես տարին լրանում է, որ մերոնցից հեռու եմ լինում, այս զգացումը իմ մեջ գալիս է, հա, կարոտի, ներսում տուն զգալու, հա, իսկ այդ եղել է իմ ծնողների հետ, որ ես զգացել եմ ինձ շատ ապահով, շատ սիրված, հա, ու ոնց որ ես ուզենամ գնամ այդ անհոգության նաև մեջ, որտեղ այդ ժամանակ ես երեխա եմ եղել, ու քանի որ հիմա ինչ որ արդեն ինչ որ ծանրություն կա, հա, կյանքից, այսպես ասած, ինչ որ պատասխանատվություններ եւ այլն, այդ անհոգության զգացումը տան ծնողների հետ, դուք էլ գիտեք, կապ չունի, մենք քանի տարեկան ենք, ծնողների հետ մենք միշտ ինձ կարող ենք մեզ երեխա զգալ, մի խոսքով։ Դա էր, եւ քանի որ ես շատ կապված եմ էմոցիաների հետ, ես կարողանում եմ դրանք ճանաչել, ես կարողանում եմ դրանք դուրս բերել եւ աշխատել, հա, եւ սա եկել է ինձ մոտ բնականաբար ժամանակի հետ։ Նշեցի, ես շատ հեշտ հուզվող մարդ եմ, այնպես որ ես թույլ տվեցի ինձ զգալ իմ տխրությունը, ես թույլ տվեցի ինձ զգալ իմ անհանգստությունը ամբողջությամբ, հա, եւ սա ինձ օգնեց, որպեսզի դրանք արագ դուրս գան իմ սիստեմից, կամ նաեւ օգնում է կիսվելը դրա մասին, բայց կիսվելը իսկապես շատ խոցելի տեղից, հա, շատ հաճախ մեր ընտանիքները անջատում են մեր էմոցիա արտահայտելու ձևերը, առհասարակ էմոցիա զգալը սոցիումի կողմից այդքան ընդունված չէ, որովհետև թեկուզ տղամարդկանց ասում են՝ մի լացիր դու ուժեղ ես, կամ երբ որ երեխան ինչ որ էմոցիա է զգում, մենք միշտ փորձում ենք փոխել, կամ ինչ որ կոնֆետ տալ, կամ ինչ որ բան, այսինքն չենք թողում, որ լիարժեք այդ էմոցիան ապրվի, կամ էլ թե ամոթ է, գնա լվացվի, քեզ չի սազում, ինչ է նշանակում, հա, դա իրականում կարա տրավմատիկ շատ լինի, որտեղ ինչ է նշանակում քեզ չի սազում, հա, մենք որպես մարդկային էակներ ունենք էմոցիաներ եւ դրանք կարող են արտահայտվել եւ դա կարծում եմ շատ գեղեցիկ է, որովհետեւ հակառակ դեպքում դրանք մնում են մեր սիստեմում, ամեն դեպքում հետագայում ինչ-որ խնդիրներ են բերում, նաեւ ինչ-որ ֆիզիկական հիվանդություններ, հա, դրա համար թույլ տալ մեզ դա զգալ շատ կարևոր է, բայց առաջին հերթին մենք երբեմն էլ այնքան ենք մեր կապը կորցրել մեր էմոցիաների հետ, որ մարդիկ կան չեն կարողանում դա զգալ։ Ես ունեցել եմ այցելուներ, ով ասում է, օքեյ, ես ջղայնություն եմ զգում այդ պահին, ասում եմ, ոնց է զգում, հա, մարմնիդ մեջ, ինքը ասում է ոնց, ինչը, ոնց, այսինքն դու ոնց ես զգում, որ դու ջղայն ես այս պահին, ինչ է քո հետ լինում, ոնց իմացար, որ ջղայնացար, հա, ինքը չի կարողանում պատասխանել այս հարցին, հա,
Այսինքն այն մարդը ով կապված է իր էմոցիաների հետ, կասի հենց sense մի տեսակ կրակ եմ զգում կրծքավանդակից հատվածում ուզում եմ sense չգիտեմ տան բոլորին ծեփրտեմ պատերով եւ այլն, այսինքն էմոցիան կարողանում է գտնի առաջին հերթին իր մարմնի հետ, անվանի, որը հնեսի ջղայնությունն է, հա։ Դրա համար կարող օգտագործեք ինչ-որ էջեր, որտեղ որ գրված են էմոցիաների մասին, որպեսզի կարողանաք ճանաչել, հա, առաջի քայլը ճանաչելն է, որ օքեյ, ես հիմա սենց եմ զգում, հա, ես հիմա զգում եմ տխրություն, որ հատվածում մարմնի, հա։ Սա առաջի քայլն է, որ կարող եք անել։ Հիմա եկեք հասկանանք որտեղից է էմոցիաները, որտեղ շատ հաճախ դրանք կապ չեն ունենում ներկա պահի հետ ու կապ են ունենում անցյալի հետ, հա, որոնք որ կրկնվում են։ Ոնց է առհասարակ ձևավորվում այս ամեն ինչը, փորձեմ դրա։ Էմոցիա։ Իրականում էմոցիան միշտ առաջանում է մտքից, որոնք որ կամ գիտակցված են, կամ անգիտակից, հա, այսինքն կամ մենք էմոցիան այնքան ուժեղ ենք զգում, որ չենք էլ տեսնում տակը ինչ միտք կա, կամ այս միտքը գիտակցված է, հա, ես վախենում եմ, որովհետև կարող է սխալվեմ, օրինակի համար, հա, եւ վարք, այսինքն ինչ որ սիտուացիա տրիգեր է անում ինչ-որ էմոցիա, որի տակ կա միտք, որից հետո վարք, հա, ես այս օրինակ եք բերեմ, բայց մտքի տակ էլ կան ինչ-որ համոզմունքներ ինքներս մեր մասին, որը ձևավորվել է մեր կյանքի ընթացքում ու շատ հաճախ դրանք իրական չեն, հա, դրանք իլյուզոր են, դրանք փաստարկված չեն, հա, եւ շատ խորքային է, երբ որ մենք աշխատում ենք հենց համոզմունքների հետ, համոզմունքները փոխում ենք, հա, եւ արդեն էմոցիա եւ վարք։ Բայց ամեն դեպքում տարբեր ուղղություններ, տարբեր ձև է աշխատում, օրինակ CBT-ն, կոգնիտիվ վարքաբանական թերապիան, օրինակ վերցնում է վարքը, օրինակ, երբ որ ես տխուր եմ, ես փակվում եմ, օրինակի համար եւ լացում եմ։ Իմ վարքը լացելն է։ Եվ ես ուզում եմ օրինակի համար փոխել իմ վարքը եւ կիսվել ընկերոջս հետ օրինակ դրա մասին։ Եվ հաջորդ անգամ երբ որ ես կզգամ տխրություն, ես լինում եմ գիտակից, հա, իրականում հոգեբանությունը բերում է քեզ նրան, որ դու լինես ավելի գիտակից քո process-ներին։ Ինքնաճանաչումը հենց դրանից է սկսում։ Երբ որ ես ուսումնասիրում եմ ինքս ինձ, ինչ լինում է, ես ուսումնասիրում եմ ինքս ինձ։ Okay, մյուս անգամ ես ապրում եմ տխրություն ու ես փոխում եմ, բայց իրականում իմ վարքը այդքան է դեստրուկտիվ չի, եկեք նայենք դեստրուկտիվ վարք, հա, օրինակ մարդ էմոցիան ապրում է ջղայնություն, հա, ու իր վարքը լինում է կոտրել, օրինակ ինչ-որ բան, հա, ինքը բնականաբար ստեղ կա իր միտքերը, որ okay, ինձ չեն ընդունում օրինակի համար կամ ինձ չեն ընկալում, ինձ չեն սիրում, հա, ինչ-որ միտք, որ առաջացել է ինչ-որ մանկությունից, ինչ-որ տրավմայից, այդքան էլ հիմա այս պահին կարևոր չի, կարևորը հիմա ես ասում եմ վարքը ոնց, okay, ինքը կոտրում է ու ասում է, որ okay, իմ ընտանիքի համար էս այդքան կոնստրուկտիվ վարք չի, ես ուզում եմ գիտակցաբար փոխել այս վարքը, եւ okay, կոտրելու փոխարեն ես օրինակ կոնստրուկտիվ ձևի կարտահայտվեմ, որ ես այս պահին ջղայնացած եմ ու ուզում եմ կոտրել ամեն ինչ, հա, բայց ոչ անել դա, օրինակ Մարդը ինքն է ընտրում ինչ վարքա ուզում, հա, այսպես ինչ վարքա ուզում փոխարինի եւ դնի, ամեն դեպքում մենք նայում ենք ավելի կոնստրուկտիվ վարք, որպեսզի դնենք։ Մի խոսքով, ինչի ես ամբողջի մասին պատմեցի, որպեսզի դուք կարողանաք առաջիկայում այս համակարգի մեջ դնել ձեր էմոցիան, հա, օրինակի համար ես զգում եմ օրինակ, չգիտեմ, վախ, տակի միտքը, որ բավոր ինձ մոտ չստացվի օրինակի համար, հա, հետո փաստարկել այդ միտքը օրինակի համար, ինչ անեմ, որ ինչքանով է հավանական, որ իմ մոտ չի ստացվի, եղել է դեպքեր, որ իմ մոտ ստացվել է, հա, ինչի այդ համոզմունքս փորձում եմ հարցաքննել, հա, հասկանալ, մի խոսքով ես դες ինձ կարճ բացատրեցի իրականում ինչ-որ բաներ, որի մեջ որ իրականում շատ խորանալու տեղ կա, բայց ոնց որ գիտեք, այս տեսանյութերը հա կարող է ինչ-որ ինֆորմացիա կրեն, բայց իրանք սենց ամբողջությամբ դրա մասին չեն, որ
ես ձեզ ինչ-որ ինֆորմացիաներ տամ, այլ ավելի շատ նաև ոնց որ իմ օրագիրը լինի սա, որտեղ որ ես կիսվելու եմ նաև իմ process-ներից, որտեղ բնականաբար ես հոգեբան եմ, հա, ես ունեմ գիտելիք հոգեբանության մասին, բայց ես լուսավորված մարդ չեմ, որ ամբողջությամբ, չգիտեմ, տրիգերներից զուր կա կամ էմոցիաներ չի զգում եւ այլն։ Գուցե լուսավորված մարդիկ են զգում, ես չգիտեմ։ Ամեն դեպքում ես կարողանում եմ ինչ-որ բան անել դրա հետ, այսինքն ես ունեմ գիտելիք, ինչ անել, եթե ես զգում եմ այսպես, հա։ Եվ նաև ուզում եմ այդ գիտելիքը ձեզ փոխանցել, իհարկե լավ է մասնակետ այդ աշխատել, բայց կարող է ինչ-որ հնարավորություն չկա այս պահին կամ կարող է մի խոսքով։ Ամեն դեպքում դուք ունենաք մի փոքր գիտելիք ձեր մասին, որովհետև այս գիտելիքը բոլոր մարդկանց մասին է ու կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է սովորեն սրա մասին, հա։ Ես այս տեսանյութերը շարունակելու եմ, ես շատ բաց եմ, որպեսզի դուք ինչ-որ թեմաներ առաջարկեք խոսելու, նաև ես հիմա ասեմ ինչի վրա եմ աշխատում, սովորաբար ես շատ բաց մարդ եմ և ինձ համար հեշտ է կիսվել մարդկանց հետ իմ մտքերով, բայց երբ որ ես շատ ուժեղ էմոցիա եմ իմ մեջ զգում, ոչ հաճախ եմ ես այդ ժամանակ, հենց պահի մեջ, հա, կարող է դա անցնի, հետո ասեմ, գիտես, ես զգացի ես, երբ որ դու ես, ինչ-որ բան արեցիր, բայց այդ պահին դժվարանում եմ կիսվել, որտեղ հասկանում որ այդ պահին այնքան խոցելի եմ, որ սենց կարող եմ լացել կամ ինչ-որ ձև արտահայտվի, իսկ իրականում իմ ընտանիքում երևի ավելի շատ մի քիչ ավելի հասուն ժամանակ, ոչ երեխա, սովորաբար այդ ժամանակ ես մի քիչ կապրիզնի երեխա չէ, էլի արդեն դեռահաս։ Ու այդ ժամանակ ես զգացել եմ ինչ-որ ժամանակ, որ այդ քեզ չի սազում, արցունքներդ մաքրի, ես ինչ կապրիզա եւ այլն, ու դա մի փոքր փակել է, հա, այսինքն ես մտածել եմ, որ օքեյ, եթե ես լաց եմ, ինձ չեն ընդունի, կամ եթե ես էմոցիոնալ եմ, ինձ չեն ընդունի, ու հիմա է, որ ես աշխատել եմ դրա հետ ու ես գիտեմ, որ չէ, ինձ կընդունեն նաև, երբ որ ես լացում եմ, երբ որ ես թույլ եմ, երբ որ ես ուժեղ եմ, երբ որ ես ինչպիսին որ կամ այդ պահին ես ընդունված եմ, այսինքն ես հիմա եմ փոխել այդ իմ համոզմունքը, այսքան տարիներ հետո։ Ամեն դեպքում այո, այս կարևոր է, բնականաբար բոլորի հետ միանգամից կիսվել ձեր էմոցիաներից չէ, գուցե ամեն դեպքում պետք է մեր ինտուիտիվ մի քիչ հասկացումը, հա, էմոցիոնալ նաև ինտելեկտը, որ հարաբերությունների մեջ ենք, մեր կյանքում ենք ուզում բացել մեր սիրտը։ Այնուամենայնիվ ես աշխատել եմ շատ զույգերի հետ, ովքեր որ չգիտեմ 10-ից ավել տարի միասին ապրում են, բայց իրանք չունեն էմոցիոնալ կապ իրար հետ, այսինքն իրանք չունեն այդ ապահով միջավայրը, որտեղ որ իրանք կկիսվեն իրանց զգացմունքների մասին, իրանց զգացածի մասին, իրանց իհարկե շատ մարդիկ կան, որ սկսում են կիսվել ու հետո, քանի որ իրանք չլսված են, չընկալված են իրանց զգում, քանի որ իրանց քննադատում են կամ արժեքազրկում են իրանց ասածը, ասելով, որ հա դե լավ, ինչի դրանից նեղացար, կուճուր բան է եւ այլն, մենք չենք հասկանում, որ իրականում երբ որ դիմացինը իր էմոցիան արտահայտում, նախ չվերցնենք դա անձնական, դա մեզ ուղղված չի, ինչպես ասացի, կարա ինքը անցյալից առաջանա, հա, սովորաբար այս համոզմունքները ձևավորվում են փոքր ժամանակ։ Եվ ուղղակի լսենք ու հասկանանք, որ այս մարդը այս պահին դա է զգում եւ դա արժեքավորված է, հա, կապ չունի, որ մենք մտածում ենք սրտից բան է եւ այլն եւ այլն։ Ամեն մարդու համար տարբեր է, հա, իմ համար կարող է սա լինի մեծ վիրավորանք, ուրիշի համար լինի դա ընդհանրապես ոչ վիրավորանք եւ այսինքն մենք բոլորս տարբեր սիստեմներ ենք։ Դրա համար կա ունիվերսալ ձև մարդուն լսելու, ուղղակի նրան լսել, հա, ու չարժեքազրկել իր զգացածը, եւ սա կթույլ տա, որպեսզի ձեր կապը ավելի ամրապնդվի, հա, ես դրա մասին նաեւ գրում եմ գիրք, հա, ինչպես է այս ամեն ինչը անել ու ինչպես է մտերմությունը ստեղծել, որովհետեւ սովորաբար մենք այս մտերմությունը չենք ունենում մարդկանց հետ, չենք ունենում նաև ինքներս մեզ հետ, որը որ իրական կարևորն է ու սկիզբն է, սկիզբը մենք պետք է ինքներս մեզ հետ կազմենք, ունենանք այս ամեն ինչը, հա։ Այսօր այսքանն էի ուզում ձեզ հետ խոսել,
հուսամ օգտակար կլինի։ Իրականում ձեր կոմենտները subscribe լինելը իմ էջին ինձ շատ օգտակար է լինում։ Եկեք սենց ինչ որ community համայնք ստեղծենք, որտեղ որ կքննարկենք այն թեմաները, որոնք որ կարևոր է։ Ես նաև իմ փորձից եմ ուզում ձեզ հետ կիսվել, որտեղ հավատացնում եմ, ես շատ հետաքրքիր կյանք եմ ունեցել ու շատ ունիկալ, ու շատ տարբերվող, ու շատ հետաքրքիր փորձեր եմ ունեցել, որ կարծում եմ ձեզ համար շատ օգտակար կլինի, եւ այսպես միշտ ինչ որ բաներ անձնական եմ պահել, որտեղ դե ես հոգեբան եմ, ես sense եւ այլն, բայց հիմա ես ուզում եմ բոլոր այդ դիմակները, բոլոր շերտերը, հա, այսպես ասած, հանել եւ ուղղակի լինել այնպիսին ամբողջությամբ, ինչպիսին որ ես կամ եւ կիսել այդ ձեր հետ, այսինքն կիսել ինձ ձեր հետ, հա, իսկապես դա եմ զգում այս պահին, ինչը կարա ինձ մոտիվացնի ձեր կոմենտները, ձեր հետադարձ կապը ու ձեր կարծիքները, ինչ որ թեմաների հետ կապված, նաև առաջարկները, թե ինչ թեմաներով կուզեք միշտ վիդեոները լինի։ Դե ես ձեզ բոլորիդ գրկում եմ սրտով, սիրում եմ, հուսով եմ օգտակար եղա, կհանդիպենք։